Չկա խորհրդանական ընտրություններին ում եք տալու ձայնը։ Անպայման։ Ում եթե գաղտնիք չէ։ Փաշինյանը։ Գաղտնիք չի, ես ասում եմ։ Գաղտնիք հաստատեսեմ ինչի, ում կա դուք, всё, տալու են ես իրան։ Եթե հնարավորությունը լի 10 անգամ տայի կպահում է։ Այ հիմա որ ես ասֆալտով քայլում ես, դա Նիկոլի շնորհիվ է, ոչ Քոչարյանին։ Այ որ հիմա ձևի քայլում ես մատով, այս ուժ է մասնակցում, երկուսի միջև չի ընթանում այս ընտրությունները։ 19 քաղաքական Աղջիկ ջան, ըստեղ ոչ թե հարցը Քոչարյանն է, հարցը մեր երկիրն է։ Կարող է Քոչարյանը չլիներ, մի հատ ուրիշ մարդ լիներ, բայց նույն գաղափարի տերը լիներ, որ պետությունն է ուզում պաշտպանել։ Փաշինյանը պահում է մեր պետությունը։ Իհարկե։ Առանց Արցախի Հայաստանը լիարժեք է։ Ազիջան Արցախը, բայց այդտեղ Նիկոլը, այդ դու Փաշինյանը ինչով է մեղավոր։ Եթե դա վաղուց տված է եղել, եթե դա վաղուց հանձնած է Իսկ օրինակ ցեղասպանության ժխտողական քաղաքական։ Եթե որ վերցնենք ցեղասպանություն, այ դարից դարեք է, բայց հիմա Փաշինյանից մի մեզ վարչապետ է եկել, որ ասում է մարդ ուզում է ցեղասպանությունը կանգնացնել։ Ինչ է։ Պատմական փաստը երբեք չի վերջ։ 30 տարի մենք չենք իմացել ասֆալտն ինչ է։ 30 տարի մենք չենք իմացել զիբլի արկղը որտեղ է որ մենք տանենք թափենք։ Մենք չենք իմացել որտեղ կնանք նստենք։ Մենք ծառը ճուղ չենք ունեցել։ Դա լրիվ իր շնորհիվ։ Բացի դա որ խաղաղություն ա բերել։ Բացի դա որ մեր բուրակները գոյնա մեր կողքի հետն են։ Հասկացանք շատ զոհ ենք տվել։ Դաժան է զոհ տալը։ Շատ դաժան է։ Բայց արիտես մեր երեխեքը մեծանում են։ Ամբողջ աշխարհում մեկա պատերազմ է, մենակ մեր Հայաստանը։ Դրա համար էլ մենք ձգտում ենք, որ խաղաղություն լինի։ Մեր երեխեքը դուք խաղաղապետ։ Ասում է, եթե ես չընտրվեմ պատերազմ ձեր երեխեքը բայց դրա իմաստը չեք հասկանում, չէ՞ որ դրան ինքը շարունակություն է տալիս, չէ՞։ Հարցը իր ընտրվել ինչի համար է։ Երբ որ ինքը արդեն պայմանագրեր ունի, արդեն խոսացել է, այդ հարցի լուծումը տվել է, ու հիմա հանկարծ գնան ու իրան կանելու են։ Նորից պահանջելու են Ղարաբաղ, նորից պահանջելու են չգիտեմ ինչ հարցեր, դրանով արդեն նորից մեր հայկական բարբարով ասած որ գոնե մեր պետականությունը պահպանվի։ Այսինքն դուք Արցախ վերադարձը հավանական չեք համարում։ Արցախը էլ մերը չի լինի։ Չէ, գիտես, դեռ հիմա փակված է։ Հիմա ներկա պահի Արցախի հարցը փակված է համարվում։ Ներկա պահի, բայց հետո կարող է բացվի։ Բայց հիմա ներկա պահի պետք է որ Արցախի հարցը չամփիրություն է պետք։ Որ իմանանք տեսնենք 8 որ ասում են 8 տարի։ 8 տարին որտեղ է։ Որ չեն ասում 8 տարի։ Երևի 5 տարի դեռ չկա որ չկա, 5 էլ չկա, եթե պլյուս մինուս անեն։ 2 տարի մենակ կովիդ էր։ Դրանց հետո սկսավ ապրիլյան պատերազմ։ Դրանց հետո սկսավ, չգիտեմ, դրանք լավ հանի միջից։ Դրանք լավ հանի միջից։ Քանի այս վերջի 3 տարին է որ ինքը կարողացավ կազմակերպել այդ ամբողջ գործընթացը ամեն ինչ։ Այս 3 տարվա մեջ։ Տեսեք, իսկ օրինակ ձեզ համար ընդունելի է Փաշինյանի լեքսիկոնը, երբ նա ընդդիմադիրների մասին խոսել, էլ մի ժամ խոսել։ Մի բան ասեմ էլի, արդեն մենք իրար բժշկուհիկին նրան հունից դուրս կանք որպես կին ոնց էր հարցակում կնոջ վրա գոռալը հարի։ Բայց կինը կարար որ ապտակեր եւ նույնիսկ պետության ղեկավարի վրա սենց։ Մենք տեսնում ենք, եթե ինքինը որ մատա թափ տալիս դե մեռավ ներելով էլի այդ տղեն այ մարդ այդքան ներել կնի որ ինքը մի հատ անպատվեմ դու ինձ եսի ինչ շատ ներողամիտ է ինքը ախրե աղջիկ ջան դու էլ եկուս կամստանա գոնաց երեխեքը խաղաղ ապրեն մեր այս քորփա երեխեքը խաղաղ ապրեն ես մի այլ խաղաղության համար եմ ձգտում որ մեր պետականությունը պահպանվի շատ հոգեպես խղճում եմ Փաշինյանին բայց էսի չմեկնաբան հոգեկանը խանգարում են դրան ապուշները սունգակերը Մորացելա դեր խմի, այ գետինը մտե դու գնա դեր խմի։ Ոչ որ չկարեցավ ասել։ Ուզում ես ցույց տուր, ուզում ես կտրի։ Իմ համար վсё равно է։